Մոլոտ է, ֆեգուր։ Հայկական ծիրանի հերթական խմբաքանակն այսօր կուղևորվի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ ու Ռուսաստանի հեռավոր այլ քաղաքներ։ Գարնանային ցրտահարություններից ու կարկտահարությունից հետո մարդկանց մտահոգությունը, թե ծիրան չի լինելու, պարզվեց անտեղի էր։ Անցած տարի մոտ արտահանվել է 2500 տոննա, նախատեսում ենք 5000 տոննա այս տարի ծիրան արտահանել։ Ընդհանուր առմամբ Հայաստանից արդեն իսկ արտահանվել է ավելի քան 5600 տոննա ծիրան, 1 կիլոգրամը 450 դրամով արտահանման գինը ևս չի ազդելու ներքին շուկայում ծիրանի գնագոյացման վրա։ Բերքի հասունացումը նոր-նոր է սկսվել եւ շուկայում էժան ծիրան դեռ կլինի։ Մասնագետների կանխատեսմամբ ծիրանի բերքը թե գնով, թե ծավալով կբավարարի տնային տնտեսուհիներին։ Եթե մենք կարկտահարությունից հետո ասել էինք կունենանք 50-ից 55000 տոննա ծիրան, ես այսօր հաստատ կարող եմ ասել, որ 60000 տոննայից ավել ենք ունենալու ծիրան։ Ըստ որակի բերքի մի մասը կարտահանվի, մյուս մասն էլ արդեն այսօրվանից սկսած վերամշակողները ևս սկսում են ծիրանի մթերումը։ Ցուրտն ու կարկուտը պտղի ընդհանուր ծավալների վրա էական ազդեցություն չեն ունեցել, ասում է նախարարը։ Օրական Հայաստանից արտահանվում է մինչև 1000 տոննա պտուղ բանջարեղեն։ Ռուսաստանի Դաշնության նախագահն նույնպես նշեց, որ Հայաստանից պտուղ բանջարեղենի եւ գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալները կրկնապատկել են։ Եվ սա մեզ համար իհարկե կարևոր գնահատական էր։ Մոտ 64000 տոննա պտուղ բանջարեղեն արդեն իսկ արտահանվել է ԵԱՏՄ երկրներ, մինչդեռ 2015-ի ամբողջ տարվա արտահանումը կազմել էր 73500 տոննա։ Վահե Կոստանդյան, Արտակ Գևորգյան, Առաջին ալիք։